Տարիներն անցնում են, սակայն հղի կնոջը վրաերթի ենթարկած վարչապետի Ավտոշարասյան վարորդը մինչև օրս որևէ պատասխանատվության չի ենթարկվել։ Ուղիղ 1 տարի անց լրանում է գործի վաղեմության ժամկետը, բայց մեղավորներին պատժելու տեսանելի քայլեր չկան։ Անցած տարի, երբ որ դատարանը, Արաչյանի դատարանը վերջապես մեղավոր ճանաչեց վարորդին եւ դատապարտեց 1.5 տարվա ազատազրկման, շատ տեղեր այդ լուրը գնաց ու շատ մարդիկ իրանց թվաց, որ վերջ թեման փակված է։ Մարդիկ չգիտեն, որ կա բողոքարկումների փուլ, որ այդ բողոքարկման փուլում կարող է ուղարկեն հետ էլի առաջի Ացյանի դատարան, որ թեկուզ վերաքնիչ դատարանում է գործը ձգվում, օրինակ վերջին իստը հետաձգվեց էլի մի քանի շաբաթով։ Մի խոսքով այդ բոլոր մեթոդները ձգձգելու ու վաղեմության ժամկետը սպառելու, անցկացնելու, որպեսզի մեղավորներից մեկը ընդհանրապես գետ 1 օր ազատազրկման մեջ չլինի։ Ոչ միայն ազատազրկված չի, այլև շարունակում է աշխատել նույն տեղում։ Փաստաբանները կրկին հանրության ուշադրությունն են հրավիրում գործի դետալների վրա։ 2022 թվական ապրիլի 26-ին ժամը 18:19-ին Լեո Պարոնյան խաչմերուկում Սոնա Մնացականյանն անցնում էր հետիոտնի համար նախատեսված հատվածով։ Իսկ հարվածից հետո ՔՊ նիստին շտապող Փաշինյանի շարասյունը չի կանգնել եւ որևէ օգնություն չի ցուցաբերել։ Փաստաբանի խոսքով շրջանառվող թեզը, թե վարչապետն է շտապօգնություն կանչել, գործի փաստական նյութերում որևէ կերպ չի հաստատվում։ Սոնային օգնություն է ցույց տվել այդ հատվածով անցնող շտապօգնության մեքենան։ Շարասյունը այդ նույն արագությամբ շարունակում է սլանալ տանելու Հայաստանի Հանրապետության վարչապետին քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորների հետ պարզապես հանդիպմանը։ Դա չի եղել որևէ նիստ պլանավորված, դա չի եղել պետական նշանակության որևէ օրակարգ, այլ եղել է պարզապես ընթացիկ աշխատանքային հանդիպում իշխող խմբակցության ներկայացուցիչների հետ։ Ով է օգնություն ցուցաբերել Սոնա Մնացականյանին, պարզապես տվյալ տարածքով պատահաբար երթևեկող շտապօգնության մեքենան։ Իմ շարասյունը չի Հայաստանի Հանրապետության վարչապետի կոպիտ ասած ավտոբուսն է։ Հայաստանի Հանրապետության վարչապետի անվտանգությունը ապահովող եւ տրանսպորտացիան ապահովող ինստիտուտն է։ Ես հետևը ես հենց ղեկին եղած եմ գոնե ինչ որ մեքենաներից մեկի կամ այն կողքի փողոցում ես մեքենա քշելիս լինեմ, ես հասկանամ ինչ կապ ունեմ ես դրա հետ հարգելիներս։ Փաստաբանի խոսքով, եթե անգամ վարչապետն էր անցնում եւ խաչմերուկն արգելափակված էր, ապա դա պատշաճ չի կատարվել։ Տեսագրությունից երևում է, որ մեկ այլ մեքենա դժվարությամբ է անցնում այդ պահին, խուսափելով վթարից, մեկ այլ հետիոտնն էլ անցնում է նախքան Սոնայի անցնելը։ Իսկ վարչապետի Ավտոշարասյան մեքենան, որը կյանքից զրկել է հղի կնոջը, ըստ փորձագիտական եզրակացության սլացել է 108 կմ/ժ արագությամբ։ Գործի շրջանակում որպես մեղադրյալ ներգրավված է միայն վարորդը։ Մեքենայի ներսից տեսաձայնագրություններ չկան, տեխնիկական պատճառներով համապատասխան սարքավորումների տվյալներ չեն պահպանվել։ Բաց է մնում հարցը, թե ով է հրահանգել նման արագությամբ երթևեկել։ Այս գործով դատավարությունները ձգձգվում են։ Հիմա էլ բողոքարկման փուլն է։ Սոնայի հայրը մի քանի անգամ սրտի վիրահատություն է տարել, իսկ Սոնայի հորեղբայրը հենց դատական նիստի ժամանակ սրտի կաթված է ստացել։ Բառից բուն իմաստով կտանքների են իրանց ենթարկում, օրինակ այդ նույն վիդեոն 10 քանի անգամ ստիպում են անընդհատ նայել այդ զոհվելու պահը։ Այս միջադեպը չի ներառվել որևէ պետական վիճակագրության մեջ։ Ըստ ոստիկանության 2022-ին որևէ միջադեպ չի եղել հետիոտնային անցումի վրա։ Դեպքից հետո ամեն տարի նույն վայրում քաղաքացիները հավաքվում են մոմավառությամբ ու ծաղիկներով հարգելու Սոնայի եւ նրա չծնված բալիկի հիշատակը։ Լուր կանգնած նրանք ոչ միայն հիշում են, այլև իրենց ներկայությամբ վկայում, որ ցավը դեռ չի մարել, իսկ հիշողությունը չի խամրել։ Ալլա Դավթյան, Էպիկենտրոն։